Բարև ձեզ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Նորից կրկին ու դարձյալ տարածաշրջանային զարգացումների մասին և տպավորությունը, թե տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շղթայի ամեն մի օղակի հետ ինչ-որ նոր խորքեր կամ նրբերանգներ են բացահայտվում։ Վերջին օղակը թերևս կարելի է համարել Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, և ուզում եմ մեր զրույցը սկսել մի խորհրդանշական դրվագից։ Հուշանվերների փոխանակման ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարին նվիրեց դաշույն և հայտարարեց, թե սրանով կարելի է համարել, որ Հայաստանի սպառազինության մատակարարումը կարելի է համարել սկսված։ Ինչ կատակ, եթե կեսը լուրջ չի, հա, ժողովուրդն էսպես է ասում, ինչ է նշանակում, ինչ է խորհրդանշում այս դրվագը։ Բարև ձեզ։ Նախ ուզում եմ ասել, որ այս զենքի մատակարարումը կամ ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ մի քիչ ավելի շուտ սկսվեց։ Ինչ որ ժամանակ առաջ սկսվեց։ Ոստեղ, այո, Շոյգուն փաստորեն դրա մասին էր խոսում։ Դա իջեպ ասեմ ձեզ բերեց բավական նյարդացած արձագանք Ադրբեջանում, դու գիտեք, որ Ադրբեջանը հիմա աղմուկ է բարձրացնում, որ մենք աջակցում ենք Արցախին, նաև այդ ռազմատեխնիկական Ադրբեջանը աղմուկ է բարձրացնում, որ մեր զինվորները իբր այնտեղ են գտնվում, մինչդեռ դա Արցախի ինքնապաշտպան բանակն է, բացի դրանից ոչ մի արգելք չկա մեր համագործակցության մեջ Արցախի հետ։ Ներողություն, ես պիտի ընդհատեմ, իհարկե Ադրբեջանի արձագանքին եւ ագրեսիաներին, ագրեսիվ գործողություններին եւ տեղեկատվական դաշտում ծավալած գործունեությանը դրան պիտի անդրադառնանք, բայց Մոսկվայից ես ուզում եմ մի փոքր վերհիշենք, թե նախընթաց ինչ զարգացումներ էին տեղի ունեցել, դրան նախորդել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի այցը Հայաստան, նրա հանդիպումները ուժային կառույցների եւ վարչապետի հետ, եւ հիշում ենք, թե վարչապետը նախ ինչ վճռականություն ակնկալեց, հասկացրեց, որ ակնկալում է վճռականություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, պաշտպանության նախարարը կոշտ կշտամբանքի ենթարկեց եւ ասեց, ես ուր էիք, ըստ էության, հա, մենք ձեզ մայիսին էինք սպասում, չկայինք։ Սա ինչ է նշանակում։ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը, իր մոտեցումները։ Շնորհակալություն այդ դիտողության համար կամ լրացման համար, բայց ես ինչի այդ օրինակը բերեցի արձագանքի։ Ադրբեջանը շատ հետաքրքիր համակարգ ունի, շատ լկտի ու միշտ արձագանքում է այն հարցերին, որոնք իրենց մտահոգում են։ Իրենց բողոքը, դուք գիտեք, նոտա, բողոքի նոտա իրանք ուղեցին Իրանին, ինչ որ բան իրենց դուր չեկավ, Ղարաբաղի հետ կապված մի քիչ ավելի ուշ կասեմ։ Նույնը ստեղ, իրոք դուք ճիշտ եք, ես կասեի այդպես, համագործակցությունը Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ ու ես կասեի այդպես, Հայաստանի առանձին ինքնուրույն շատ ճիշտ քայլեր բերում են նրան, որ երբ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը ուզած-չուզած մի քիչ փոխում են իրենց քաղաքականությունը, ուզած-չուզած, դա այլ պատճառներով է լավ, բայց նաեւ Հայաստանի ինքնուրույն մի քանի քայլի։ Ու հենց դրա պատճառով ես ասացի, որ դրան արձագանքեց Ադրբեջանը։ Իսկ արձանագրենք Ռուսաստանի դիրքորոշման որոշակի փոփոխություն եւ ակնկալենք նաեւ ՀԱՊԿ դիրքորոշման ինչ-որ փոփոխություն։ Այո, ինչի մասին է խոսքը։ Մեր դժգոհությունը հետ չպետք է վերցնենք։ Մենք ճիշտ ենք, որ դժգոհ ենք, որ ՀԱՊԿ-ը չարձագանքեց, նույնիսկ հայտարարություն չտվեց, երբ որ ադրբեջանցիք մտան բուն Հայաստանի տարածք։ Մենք պետք է դժգոհ լինենք նաև Ռուսաստանի քաղաքականությունից, որ Շուշին եւ Հադրութը տվեցին Ադրբեջանին, ինչու համար, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ, բայց նաև մենք պետք է ճկուն լինենք։ Եթե տեսնում ենք դուք շատ ճիշտ նկատեցինք Ռուսաստանի մոտ ինչ որ դրական տեղաշարժ մեր նկատմամբ պետք է օգտվենք։ Այստեղ ես այդ միանշանակ համաձայն եմ։ Իսկ այդ դրական տեղաշարժը Հայաստանի դիրքորոշման կոշտացումը համաձայնեցված, թե Հայաստանը ատամ ցույց տվեց պարզապես։ Այստեղ երկու գործոն կա։ Առաջինը, ես չէի ասել Հայաստանը ատամ ցույց տվեց։ Ուղղակի Հայաստանը ասեց, եթե դուք չեք աջակցում, մենք ստիպված ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Դուք գիտեք, նոր կառավարությունը դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այնտեղ պաշտոնական նամակ
տարածվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կապված Ադրբեջանի ոտնձգությունների։ Չէ, սա նամակ է, մյուս մասն ասում է, որ սա պաշտոնական փաստաթուղթ։ Այո, Իրան այցելեց Նիկոլ Փաշինյանը իրենց նորընտրված նախագահի ինագուրացիայի հետո ունեցավ երկար զրույց Իրանի դեսպանի հետ։ Տեսակ, այդ ինքնուրույն քայլեր են։ Նույն մեր նորանշանակ պաշտպանության նախարարը, որը ԶԱՍ-ին բաց ասեց մեր դժգոհությունների մասին։ Կորեկտ, բայց բաց ասեց, չէ՞, ինչ ասեց։ Կորեկտ, բաց եւ մենք ձեզ դա եւ կորեկտ էր եւ կոշտ էր միաժամանակ։ Ինքը ասեց մենք ձեզ սպասում ենք մայիսին։ Խի հիմա եկաք։ Մայիսին սպասում ենք, երբ որ ուղակի զորքով Ադրբեջանը մտավ Սև լճի այդ տարածք։ Միտքս ինչու՞մ է։ Այս ձևի քայլեր, երբ որ դու ցույց ես տալիս, որ դու ինքնուրույն ես, միաժամանակ պահանջում ես քո ռազմավարական պարտներների արձագանք, քեզ սկսում են հարգել։ Դա բերեց միայն դրականի։ Բացի դրանից, այդտեղ երկրորդ գործոնը կա, Ադրբեջանը անում է սխալներ։ Մենք զգուշացրել ենք մեր կառավարությունը, որ քանի որ լկտիացավ Ադրբեջանը, իրար հետևից սխալներ կանի։ Մենք պետք է օգտվենք խելոք, առանց էմոցիաների օգտվենք։ Օրինակ, դուք գիտեք, որ Ադրբեջանը բողոքի նոտա ուղարկեց Իրան։ Քանի որ Իրանը ինչ որ ծրագիր հիմա անում է Լեռնային Ղարաբաղի հետ։ Նյուանսները ես անկեղծ ձեզ ասեմ, չգիտեմ, բայց գիտեմ, որ ինչ որ հումանիտար ոլորտում անում է, միգուցե դա նույնիսկ համաձայնված Ռուսաստանի հետ, ադրբեջանցիք ֆիքսեցին դա։ Բայց ադրբեջանցիք չեն հասկանում, որ դա արձագանք են Իրանի, գիտեք ինչու համար։ Ուրեմն Իսրայելը համաձայնեցրեց Ադրբեջանի հետ Իսրայելի հյուպոտոսությունը բացել Շուշիում։ Ու եթե Ադրբեջանը մտածում է դրանով մեզ է հարվածում, մեզ դա ոչ մի բան չի անում, ուղղակի մենք բողոքի նոտակ ուղարկենք Իսրայելին, կասենք, որ սխալ քայլ եք անում, էդ էլ մենք Իսրայելում բացեցինք դեսպանատուն, այդ ժեստ էր ի օգուտ Իսրայելի, դա փաստորեն թշնամական քայլ է, բայց դա վտանգ է ոչ թե մեզ համար, Իրանի համար։ Իսրայելը ինչ է անելու, այդ հյուպատոսություն կբերեն այդ ժամանակակից տեխնիկան ու կսկսեն ուսումնասիրել հյուսիսային մասը Իրանի, զենք, զինամթերք, որտեղ են ռազմական այդ օբյեկտները եւ այլն, ում համար է դա գաղտնիք։ Պատկերացնում եք, այդ ինչ հուժկու հարված Ադրբեջանի կողմից Իրանի դեմ, միջդեմ Իրանի կրոնականները նամազ էին անում Շուշիում, ինչ որ դեմոնստրատիվ, իսլամական, չգիտեմ, սոլիդարություն եւ այլն։ Ոստեղ հիմա ապտակ տվեց Ադրբեջանը Իրանին։ Այս սխալներից պետք է օգտվենք։ Երկրորդը, դուք գիտեք, որ Ռուսաստանը իրոք սպասում է, որ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ սկսի կոնկրետ քայլեր անել դեպի ԵԱՏՄ ՀԱՊԿ գնալը Ադրբեջանը։ Ադրբեջանի պլանների մեջ չկա։ Ադրբեջանը պատասխանեց Ռուսաստանի։ Շուշիի դեկլարացիան Թուրքիայի հետ ստորագրեց։ Գյանջայում ստորագրեցին Պակիստան-Թուրքիայի հետ մի հատ դեկլարացիա, որ դաշնակցային հարաբերություններ, նաև ռազմական ոլորտում եւ այլն։ То есть Ադրբեջանը Ռուսաստանին ասում է, հա, ես քեզ խաբեցի։ Հիմա Ռուսաստանը մտածում է ինչ անի, ու դուք ճիշտ կրահեցիք, որ սկսում է Ռուսաստանը բալանսավորել իրավիճակը։ Իդեպ ասեմ ձեզ, Ժիրինովսկի հայտնի ինչով է հայտնի։ Ինքը Կրեմլի կարծիքը առաջինը հնչեցնում է։ Դուգինը ու Ժիրինովսկի, քաղաքական դաշտում։ Ժիրինովսկին փորձագիտական Դուգինը։ Վերջինը Ժիրինովսկին, չէ՞։ Այո, Ժիրինովսկին մի քանի օր առաջ ինչ ասեց։ Ադրբեջան, դուք ունեք կոռումպացված ռեժիմ, կրիմինալ կոռումպացված։ Բացի դրանից, Ադրբեջան այդ ինչը, այդ տարածքը շախը նվիրեց մեր ցարին, ռուս ցարին։ Ինչ աղմուկ բարձրացավ Ադրբեջանում։ Ադրբեջանում էմոցիոնալ արձագանքեցին, ու դու գիտեք, նախկին իրանց դեսպաններից մեկը Պակիստանում, Մոլդովայում այդ մարդը դեսպան էր, ես անձամբ նայեցի այդ իր ելույթը, ուղղակիորեն վիրավորեց ռուս ժողովրդին։ Պարզա խոզ ասեց եւ Ժիրինովսկին, եւ ռուս ժողովրդին։ Շատ լկտի խոսած։ Այդ սխալները պետք է օգտագործել։ Երբ որ մենք կներեք, մենք էլ չէ, մեր փորձագետները քննադատում են Ռուսաստանի, նորմալ է դա, եթե մենք դժգոհ ենք, բայց դուք կյանքում լսել եք մեր փորձագետներից, հա, չէ, նսեմացուցիչ ազգի նկատմամբ։ Ինչ կապ ունի ազգը վարող քաղաքականության հետ, ժողովուրդը,
Բացի դրանից նույնիսկ Կրեմլի նկատմամբ, եւ որ մենք դժգոհ ենք, կոռեկտ ենք արտահայտում, դա հա, միջազգային հարաբերությունները, հա, հիմա Ռուսաստանը ինչ որ քայլեր արեց ի օգուտ Ադրբեջանի, մենք դժգոհ ենք, ասում ենք, քննադատում ենք, բայց կոռեկտության սահման հիմա էլ ասում եք, որ իսկապես դիրքորոշման փոփոխություն կա։ Մենք տեսնում ենք տենդենսները, ու հիմա մենք պետք է ուշադիր լինենք, որ այդ ճաքը, որը կա ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ես կասեի այդպես, մեղրամիսը ավարտվում է։ Ճակը օգտագործենք, քանի որ աղմուկը մեծ է։ Ուրեմն Պետդումայի փոխոսնակը Տոլստոյ ազգանունով այսօր հայտարարություն արեց, որ այդ մարդը կամ պետք է անձամբ ներողություն խնդրի կամ իր համար հետևանքներ կլինի եւ իր պետության համար։ Տոլստոյը բաց ձեզ ասեմ, ինքը սիստեմի մարդ է, կոպիտ եմ ասում, էլի, ինքը ինչպես սովորական ինչ որ падգամավոր չի։ Միտքս ինչու՞մ է։ Նույն Դուգինը, հիշում եք, երբ որ ինքը տվեց հայկական լրատվակ միջոցներից մեկին ինտերվյու ու ասեց մեկ բան. Ալիևը լուրջ մարդ է, չի գցի մեզ։ Բարի բուն իմաստով կրկնում են իր խոսքերը։ Մենք գիտենք, որ կգցի, բայց հիմա Ռուսաստանը համոզվում է ու Ռուսաստանը Կրեմլը հանձնարարական տվեց Ժիրինովսկում կամ խնդրեց, որ հնչեցրու այդ մտքերը, որ դուք այս ուր եք փախչում, մեզ խաբեցիք։ Հիմա քանի որ Ադրբեջանը սխալներ է անում, մեր կառավարությունը իր կողմից զուգահեռ անում է շատ հիմնավորված քայլեր։ Տեսնում եք մեր կառավարության կողմից համապատասխան քայլեր, այսինքն ես տպավորություն եմ ստանում ձեր պատասխանից, որ դաշտ է բացվում։ Մեզ համար աշխատանքի դաշտ է բացվում։ Ու այդ դաշտը բացվում է եւ Ադրբեջանի սխալների պատճառով եւ մեր կառավարության ճիշտ քայլերի պատճառով։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ելույթ ունեցավ կառավարության նիստում, ես մի դրվագ ասեմ, որը հետ համաձայն է։ Ինքը ասեց, մենք նորից դիմում ենք ՀԱՊԿ-ին, որ մենք պատրաստ ենք դիտորդներ ՀԱՊԿ-ից ընդունել ու պարզ է իր հանդիպման ժամանակ ԶԱՍ-ի հետ, չէ, գլխավոր քարտուղարի հետ ՀԱՊԿ-ի։ Պարզ է Նիկոլ Փաշինյանը նորից այդ հարցը դիտորդների դրեց ու ասեց, եթե ՀԱՊԿ-ը իրոք չկարողանա, ինչ պատճառներով։ Մենք չենք նեղանում, այնտեղ տարբեր երկրներ կան, Բելարուսը ակնհայտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում, կարող է տորմոզ տա այդ նախաձեռնությանը։ Այդ դեպքում մենք կդիմենք ՀԱԿ-ի Մինսկի խմբի։ Դա շատ ճիշտ նախաձեռնություն է։ Ոչ թե ուղղակիորեն դիմել ՀԱԿ-ի Մինսկի խմբին, այլ ասել, չէ, մենք ձեզանից ենք սպասում, քանի որ դաշնակիցը դուք եք։ Մենք այդ կազմակերպության մեջ ենք, բայց եթե չեք կարող, հա, դիմենք ՀԱԿ-ի Մինսկի խմբի։ Իդեպ ասեմ, ձեզ Ռուսաստանը փոխեց, չէ, իր կարծիքը ՀԱԿ-ի Մինսկի խմբի նկատմամբ, ինչ առումով։ Միջև այդ իրանք ինչ են ասում։ Կա թուրք, ադրբեջանա, ռուսա, հայկական ֆորմատ։ Մենք ստեղ ենք լուծում, ինչ կապ ունի ՀԱԿ-ն։ Վերջի ժամանակներս դուք գիտեք, Ռուսաստանը ասել չէ, մենք դեմ չենք, ՀԱԿ-ի Մինսկի խմբի մեջ մենք աշխատել ենք, մենք դերը կարևորագույնն է, չասենք գլխավորը, մենք պատրաստ ենք վերականգնել ու սկսվեց այդ աշխատանքը։ Մենք այսօր կարող ենք ֆիքսել, որ ՀԱԿ-ի Մինսկի խմբի շրջանակներով աշխատանքները վերսկսվեցին։ Նույնիսկ Ադրբեջանը, նույնիսկ Ալիևը, մի քանի հանդիպում եղավ, չէ, Ռուդենկոն հանդիպեց համանախագահ երկրների դեսպանների հետ։ Դուք գիտեք Ֆրանսիայի նախագահը խոսեց Ալիևի հետ ու հաղորդագրության մեջ, որ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ կայունության հարցերում հիմնվել ՀԱԿ-ի Մինսկի խմբի համանախագահության։ Հիշում եք Բլինկենը հանդիպեց Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հենց Մինսկի խմբի աշխատանքի վերականգնում։ Ռուսաստանը պաշտոնապես արձագանքեց, ասեց մենք համաձայն ենք։ Տեսեք, միտքս ինչու՞մ է գալու։ Մենք տեսնում ենք դրական մեծ համար տենդենսներ, որոնք գալիս են եւ Հայաստանի ինքնուրույն նոր կառավարության ինքնուրույն քայլերի պատճառով, ինչը ես միանշանակ ողջունում եմ, եւ միաժամանակ չհակասելով Ռուսաստանի, այսինքն խելոք ենք անում, իրանց հետ քննարկելով, ճշտելով, ինչի վերսկսեց Ռուսաստանը, բացի հիմա ասենք, այսօր դա գաղտնիք չի, վերսկսվեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն։ Ինչու՞։ Քանի որ եւ Ադրբեջանը սխալ է անում, եւ Հայաստանը ճիշտ կայլեր անում է, ես խոսում եմ այս վերջի ժամանակվա, ուղղակի այս 1-1.5 ամսվա։ Դե քայլերից դուք այսօր մատնանշեցիք կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, նաեւ ես ուզում եմ անդրադառնանք Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը։ Սա էլ Հայաստանի դիրքորոշման, մասնավորապես եւ կառավարություն, պաշտպանության նախարարություն, զինված ուժեր, այդ մասին խոսեցինք, դրա դիվանագիտական ձևակերպված տեքստն է մեր մոտեցումների, մեր դիրքորոշումների, մեր օրակարգերի եւ մեր կարմիր գծերի մասին։ Այո, դա է, ու ես այստեղ հատուկ ուզում եմ նշել մեկ բան։ Հիմա այսօր շատ վտանգավոր է ինչ ասել աշխարհին։
դելիմիտացիայի դեմ ենք, դեմարկացիայի դեմ ենք, այդ սահմանազատման դեմ ենք միջանցք բացել կամ կոմունիկացիա բացել, այդ մեծ սխալ է։ Ու կառավարությունը ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, ով ասեց, որ մենք դեմ ենք, բայց մենք միջանցք բացելու դեմ ենք։ Մենք կողմ ենք կոմունիկացիա, ապա շրջափակման կոմպլեքս հայ-թուրքական սահմանը թող բացվի, օրինակ եմ ասում, Ադրբեջանը պետք է ճանապարհները բացի, բլոկ չանի, մենք այս ճանապարհը հարավային ուղղությամբ կբացենք, մենք էլ կվերահսկենք, դա շատ կարևոր բացտ է Նիկոլ Փաշինյանի կոնցեպտի։ Ինչու բացատրեմ։ Քանի որ դա շահարկում է Ադրբեջանը։ Ադրբեջանը ասում է աշխարհին, տեսակ, մենք ասում ենք դեմարկացիա, դեմարկացիան ենք բրծնենք էլ է հարցերը։ Բայց մենք գիտենք, որ խափեությունն է դա։ Դա սուտ է, բացայից սուտ է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը հասկանում է, որ մենք դեմարկացիայի կյանքում չենք համաձայնվի, մինչև գերիներին չազատի։ Հիմա գերիներին չազատի, մինչև այդ առաջացած դիրքերից հետ չգնան իրենց դիրքերը։ Պարզի դա։ Ահա։ Իրենք հիմա մորացության են այդ հարցերը տալիս, ասում են աշխարհին, աշխարհ ջան, մենք համաձայն ենք, Հայաստանը համաձայն չի։ Ադրբեջանի արձագանքի մասին խոսեցիք, արձագանքը ոչ միայն կոնկրետ սահմանին ագրեսիվ գործողություններով է, ագրեսիայով է առաջ գալով, այլ նաև տեղեկատվական հարթության մեջ է։ Այդ միջազգային հարթություններին լսում են, տեսեք, Հայաստանը դեմ է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին, Հայաստանը դեմ է սրան, Հայաստանը դեմ է միջանցքին, Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին եւ այլն։ Նո, իրանք միշտ ակտիվ աշխատել են ինֆորմացիոն դաշտում։ Մենք բոլորս գիտենք, միշտ ակտիվ աշխատել են դիվանագիտական ինստիտուտներով, հզորություն ունեն, փող ունեն, աշխատում ենք, բայց մենք պետք է հասկանանք, որ դրա դեմ պետք է դեմ առնենք։ Դες մենք էլ պետք է աշխատենք, նոր կառավարությունը հիմա գրեթե ձևավորվեց, համոզված եմ, որ ակտիվ կաշխատի, այդ առաջիկ քայլերը շատ դրական են, բայց ես այդտեղ մի առաջարկ էլ կանեմ այս կոնտեքստով։ Առաջինը, որ կառավարությունը մեզ հետ ակտիվ աշխատի, մեզ հետ ես նկատի չունեմ մենակ մեկ մարդու հետ, մեկ փորձագետի, փորձագիտական դաշտի հասարակական, քանի որ այն այդպես կոչված ընդդիմությունը, որը պարլամենտում է, ոչ մի լավ բան հայ ժողովրդի չի բերի, այո, դա է պատճառը աշխատի։ Օրինակ, մենք ունենք առաջարկ մեր կենտրոնը կառավարության վիստավկու ցուցահանդես անցկացնել կապված մեր գերիների հետ Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում եւ Եվրոպարլամենտում Բրյուսելում։ Ցուցահանդեսներ ծնողներին մի քանիսին, ասեք 10-15 ծնող մեր գերիների տանում ենք եւ Ստրասբուրգ եւ Բրյուսել։ Անցկացնում ենք ցուցահանդեսներ, ֆոտո նաեւ այդ թվում։ Ցույց են տալիս վիճակը մեր գերիների, ֆոտոներ կան, վերաբերմունքը գերիների, երբ որ գիտեք այդ նկարանումներ կան։ Այդ ամբողջ փաթեթով գնանք հանդիպենք, քանի որ եւ Եվրոպարլամենտի եւ ԵԽՎ-ի ֆունկցիաների մեջ մտնում է մարդու իրանքների պաշտպանության հարցը։ Դա դուք չեք պատկերացնում ինչ ոնց է պայթեցնելու Եվրոպայի հասարակությունը, որը այդտենց էլ իօգուտ մեզ է խոսում։ Դուք գիտեք, մոտարապես մեկ շաբաթ առաջ էր Եվրոպարլամենտի համապատասխան մարդկանց, ովքեր Հայաստանով, Ադրբեջանով, Հարավային Կովկասով զբաղվում են, հայտարարությունը փայլուն էր մեզ համար։ Այդ քայլերը պետք է արվեն, որ առաջինը իրանք տեսնեն այդ ծնողներին, այդ երիտասարդներին, մեր զինվորներին, ովքեր գերարված են Ադրբեջանի կողմից, եւ ինչ են անում մեր գերիների հետ։ Գիտեք, դուք կարող եք մենք 10 հայտարարություն անել, բայց տետատետ հանդիպումները դուք չեք պատկերացնում իր արձագանք կտան։ Նու բարձա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, այստեղ նաեւ Լումա ունի, նաեւ պարլամենտի անդամները։ Միտքս նրանում է կայանում Հայաստանի պատվիրակությունները։ Այո, այս ձևի պատվիրակություն։ Նույն պատվիրակությունը պետք է Գոսդումա ուղարկենք, քանի որ մենք տեսնում ենք Ռուսաստանից ինչ որ դրական արձագանքեր կան։ Դու չպետք է ինքնահոսի թողնես, որ զարգանում այ օգուտ մեզ, ինչքան լավ է, թող իրար տան Ժիրինովսկում Ադրբեջանի հետ։ Ոչ, ուղարկենք եւ պարլամենտի նոր ազգային ժողովի պատվիրակությունը Մոսկվա եւ գերիների ընտանիքի անդամներով, որ գնան, հանդիպեն, ու դա պետք է արվի աշխատանքային մթնոլորտում, բարիդրացիական, ինչքան էլ մենք նեղացած չլինենք։ Տեսնում ենք տենդենսները դրական, պետք է օգտվենք։ Նույնը Իրանի հետ։ Իրանը ուղղակի վիրավորված է։ Դուք չեք պատկերացնում ինչ է նշանակում Իսրայելը Իրանի համար։ Մարդիկ կենտրոնացած են մեր խնդիրների վրա։ Ասում են, դե Իրանը մեզ հետ լավ է, բայց պատերազմի ժամանակ չաջակցեց օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով։ Բայց երբ որ
Իսրայելի անունը դուրս է գալիս ջրի երես, իրանք կատաղում են, քանի որ այդ երկու թշնամի պետություններ են, ոչնչացման են գնում այն տարածաշրջանում, հասկանում եք, Մերձավոր Արևելքում։ Ու հիմա Ադրբեջանը բերում է Իսրայելին գլխին անաստացնում Իրանի հյուսիսից, հիմա Իրանի հյուսիսային մասը ամբողջությամբ կվերահսկվի Իսրայելի կողմից։ Դուք չեք պատկերացնում դա ինչ է նշանակում։ Իրանը շատերը չեն հասկանում, եթե չի Իրանի դեսպանը գնաց Գեղարքունիք։ Այդ բարձա հանձնարարականը նախագահան տվեց ու հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանը։ Այդ շատ ճիշտ աշխատանք է, բարձա Նիկոլ Փաշինյանը այդ դրա ժամանակ պատմեց այդ ոտնձգությունները Ադրբեջանի մեր սահմանների դեմ ու Իրանի պաշտոնական մակարդակով Իրանը ցուցաբերեց մեր նկատմամբ հարգանք։ Դրա պատճառով է, որ Ադրբեջանը բողոքի նոտան ուղեց երեք էր դա Իրանին։ Ինչի բողոքի նոտան է շատ լուրջ մակարդակ է, գիտեք, մի բանը փորձագետը չի համաձայնում կամ քաղաքական գործիչը, մյուս բանը արտգործնախարարության մակարդակով բողոքի նոտան տալ, քանի որ Ադրբեջանը հասկացավ, որ ինչ որ այն չի։ Հիմա դա պետք է մենք կառուցողական օգտագործենք։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը ասում է մի կողմից սխալներ է թույլ տալիս, մյուս կողմից միջազգային զարգացումները, ռեգիոնալ խաղացողների դիրքորոշումների փոփոխությունները մեզ համար մեծ տաշտ են բացել։ Մենք խոսում ենք կառավարության աշխատանքի մասին արդեն նկատվող կամ առաջիկայում սպասվելիք վարչապետ, զինված ուժերի, արտգործնախարարության հայտարարության մասին խոսեցինք, մեր ազգային ժողովն ինչով է զբաղված։ Ես չգիտեմ, գուցե սիրողական է մոտեցումը, բայց այս ընթացքում ամեր ազգային ժողովը այս աղմուկ աղաղակի փոխարեն կարող էր մի հայտարարություն ընդունել զինված ուժերի դիրքորոշման եւ արտգործնախարարության հայտարարության համատեքստերում։ Դա պետք է թե պետք չէ, դա կարեւոր է թե կարեւոր չէ։ Պարզ է ազգային ժողովը գլխավոր ինստիտուտ է պարլամենտական համակարգերում։ Ուրեմն այսօրվա ազգային ժողովը նույնիսկ այս ձևի խայտարակ վիճակում գտնվելով գլխավոր ինստիտուտ է Հայաստանի։ Ու լավ կլիներ բարձր որ ազգային ժողովը կարողանար ակտիվ իր ֆունկցիաները կատարել, նաև այդ թվում արտաքին հարաբերությունների վերաբերող հարցերին, դուք ճիշտ եք, այստեղ նաև իրավական դաշտ պետք է պատրաստել, եթե ռուս սահմանապահները հայտնվում են ոսկեպարում, դրա մեջ ես տեսնում եմ եւ դրականը եւ վտանգները, իդեպ ասեմ ձեզ, բայց դա պետք է օրինական լինի։ Օրինակ, ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանում կանգնած են օրինական։ Այդ պայմանագրերը մենք ստորագրեցին 91-2 թվականներին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Շատ լավ, բազա կա, հետո զարգանում են այդ իրավական դաշտը, բայց հայ-ադրբեջանականում չեն կարող իրանք կանգնել առանց ոչ թե մեր համաձայնության, առանց բազայի։ Հիմա այդ բազայի մասին պետք է մտածես, որ մենք իմանանք ինչ խաղի կանոնների համաձայն իրանք այդտեղ կանգնած են, քանի որ կարծես թե դա մեզ ինչ որ չափով պետք է, բայց օրինական պետք է լինի։ Ուրեմն ազգային ժողովը լիքը բան ունի անելու։ Ես ավելին նոր ասեցի, մեր ազգային ժողովից պատվիրակությունը պետքա պետդումա գնա, այնտեղ աշխատանք տանի։ Նոր ասեցի ես ու դա կարկանում եմ, որ դա շատ կարևոր է, բայց մեզ մոտ մի դժբախտություն կա։ Մենք չունենք անդիմություն։ Մենք ունենք ինչ-որ ռադիկալ խմբեր, որոնք չեն ուզում ընդդիմության դերը խաղալ։ Ինչ է ընդդիմությունը։ Ասենք վերցնենք ժողովրդավարական երկրները։ Որն է ընդդիմությունը։ Ընդդիմությունը գալիս է, օրինակ, իր ծրագրերով, պարլամենտ մտնում է, նոր ընտրված իշխանությունը, ճնշում է իշխանությանը, որ իր ծրագրերը մի մասը իշխանությունը իրականացնի։ Եթե չի իրականացում, քննադատում է, պայքարում է, նորմալ է դա։ Նույնիսկ կոշտ պայքար կարող է գնալ։ Մեր ընդդիմությունը կամ ընդդիմությունը ինչ է ասում։ Իշխանություն նայի, ես լավ նախաձեռնություն եմ անում օրենսդրական դաշտում, նոր օրենք ուզում են ընդունել, որ դատաիրավական համակարգը բարեփոխվի։ Օրինակ եմ ասում, այդ է անդիմությունը։ Սրանք այդ ինչ-որ մի ռադիկալ խումբ է, որը նույնիսկ 1 ամիս հետո ընտրություններից փաստ է, որ ընտրված է Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ուժը հաղթող է։ Տվեք թող աշխատեն։ Ոչ, իրանք ասում են մեր նպատակը սրանց տապալել։ Այդ անդիմություն չի։ Դա անդիմություն չի, ժողովուրդը պետք է իմանա։ Դա ինչ որ ռադիկալ խմբեր են, ռադիկալ մոտեցումներով։ Ու ստեղ է, որ մենք ունենք խնդրեմ։ Այդ լուրջ խնդրեմ է, երբ որ ազգային ժողովում էական լուրջ քննարկումներ չեն գնում։ Հիմա այդ իմ քայլի падգամարը ես ցավակցում եմ, անկեղծ։
Պատկերացնում եք, իրենք ուզում են ինչ-որ սկսել աշխատել, կառավարությունը նախաձեռնությունները, այդ փաթեթները պետք է բերի, իրանք պետք է քննարկեն։ Կառավարության Իրանք հիմա ինչով են զբաղված։ Ասենք, այդ հակադարձելու այդ մեղադրանքներին, այդ սպառնալիքներին, այդ սարսափելի վիճակ է դա։ Հասկանում եք, նորից կրկնում եմ, քանի որ մեկ-մեկ մարդիկ ասում են, հա, մենք նախկիներին չենք սիրում, բայց ընդդիմության դերն են խաղում։ Ոչ, մարդիկ չեն հասկանում, որ դա ընդդիմություն չի։ Դա դեստրուկտիվ ուժ է, ու դա մեր երկիրը շատ թուլացում է։ Դա է պատճառը, որ ես սկզբից հիշում եք ասեցի։ Ասում եմ կառավարությանը, սկսեցիք լավ աշխատել, շարունակեք, ակտիվ աշխատեք, ոչ միայն պարզ արտաքին հարաբերություններ, տնտեսական, Եվրոմիության հետ փայլուն տնտեսական փաթեթ ունենք, իրականացնեք այդ ծրագրերը, աշխատատեղեր բացեք, աշխատեք, միգնայի ինչա կատարվում պարլամենտում, քանի որ այն մարդիկ դրա համար չեն մտել, որ կառուցողական աշխատեն, ապանյент լինեն իշխանության։ Այդ առաջինը, ու քանի որ կառավարությունը օթում կախված չպետք է լինի, առաջարկում եմ ակտիվ աշխատել պրոֆեսիոնալ փորձագետների եւ ՀԿ-ների հետ, պրոֆեսիոնալ տարբեր ուղղություններով զբաղվող, օրինակ, նույն էկոլոգիայից սկսած, ավարտած արտաքին հարաբերություններ, ռեգիոնալ հարաբերություններ, նույն սոցիալական հարցերի հետ կապված, այդ պրոֆեսիոնալ խմբերի հետ աշխատել, որ այդպես առաջ գնանք, թե չէ, եթե մենք կենտրոնանական ներառականության մասով արտախորհրդարանական ուժերի հետ կարծես թե սկսված է, հա, նման մի գործընթաց, երևի պետք է միացնել նաև փորձագիտական համակարգ։ Հա, ես կարող ասում եմ դա զուգահեռ, քանի քաղաքական ուժերը իրանց շահերը ունեն, իրանց պրիորիտետները, բայց փորձագիտական դաշտը այլ մոտեցում ունի։ Օրինակ ես նոր ասեցի ձեզ առաջարկ կառավարությանը, որը մեր կազմակերպությունը անում է, հա, հրապարակային, տանել ծնողների մի խումբ ծնողներին, մեր գերիների Եվրոպա ցուցահանդես կազմակերպել այդ նկարներով ցույց տալ ոնց էին իրանք գերի վերցնում մեր զինվորներին, ոնց էին վերաբերմունքը բարձր մակարդակի, կառավարության մակարդակով, որ այնտեղ դեսպանները մեզ աջակցեն, մենք պատրաստ ենք աջակցեն, կապեր ունենք եւ պարլամենտական ինստիտուտներում եւ մարդու իրավունքների ոլորտում, ինչու այդ մեծ ակցիա կլինի։ Դա կջարդի Ադրբեջանի այդ պրոպագանդիստական ծախու մեքենան, կջարդի, հասկանում եք։ Համոզված եմ, որ կարձականքի կառավարությունը, բաց ձեզ ասեմ, համոզված եմ, բայց ինչ եմ ուզում ասել, այդ տարբեր ուղղություններով, արտաքին հարաբերություններ, ռեգիոնալ համագործակցություն, էկոլոգիա, չգիտեմ, սոցիալական հարցեր, այդ խմբերի հետ ակտիվ կառավարությունը պետք է սկսի աշխատել նախարարությունները, որ այդ նախաձեռնությունները առաջ տանենք։ Ու իդեպ ասեմ ձեզ, նորից կրկնում, ինձ համար շատ կարևոր էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահի հետ, շատ կարևոր էր ՄԱԿ-ում մեր կարծիքը տարածելու, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում որպես պաշտոնական նամակ, այլ կարևոր հակայել է։ Դիմելու հարցավորակարգում պիտի մնա առայժմ, թե արդեն այս փոփոխությունները հաշվի առնելով կարող է անհրաժեշտություն այս պահին չլինի, բայց երբ մենք մտանք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, խառնվեց Ադրբեջանը։ Նույն պահին Բայրամովը իրաց արտգործնախարար Զանգեթ Լավրովին ասել ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու, հայերը դիմեցին։ Տես մեր տիրույթից Ադրբեջանը, Թուրքա, ռուսական տիրույթից դուրս գալիս է հարցը։ Ու Ռուսաստանը այդ ռեալությունը ընդունեց։ Ես միշտ ասել եմ, չի նեղանա Ռուսաստանը, երբ որ մենք դիմենք։ Ինքը այդ ռեալությունը, քանի որ Ռուսաստանը պրագմատիկ երկիր է, հզոր երկիր է, այդ ռեալությունը ընդունեց։ Երբ որ Միացյալ Նահանգները ֆրանսիացիք ասեցին, չէ, առանց կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի չենք կարող առաջ շարժվել։ Հիշում եք, սկզբից Ռուսաստանը կտրականապես դեմ էր։ Հետո ասեցի, կա հարցը, բայց ներկայի հարց չի, այլ ոչինչ, բայց ասեց որ կա։ Ասում էր ինչ եք եկել։ Ալիևը ընդհանրապես ասում են չէ եկել, չէ, ինքը ասում այդպես միավորել չկա Լեռնային Ղարաբաղ։ Վերջի ելույթում այսօր Հայաստանը արդեն դնում է պաշտպանության բանակի գոյության հարցը։ Ինչեւ այդ Ալիևի պահանջը ինչ էր։ Ահա Ուրեմն ինքը ասում էր չկա Լեռնային Ղարաբաղ, այսօր Ադրբեջանը ասում է այնտեղ բանակ կա։ Չհասկացա։ Մի օր ասում ես որ չկա Լեռնային Ղարաբաղ, այսօր ասում ես որ Լեռնային Ղարաբաղում բանակ կա։ Ինչ եմ ուզում ասել։ Մեր ակտիվացումը բերում է նրան, որ իրանք խառնվում են։ Առաջ երթին թուրքերը ու ադրբեջանցիք ու մասամբ Ռուսաստանը։ Ու քանի որ ադրբեջանցիք կներեք այդ ժողովրդի լեզվով ասեմ, գցում են ռուսներին, ակնհայտ գցում են, ոչ մի հապ չեն մտնի, որ ԵԱՏՄ չեն մտնի ու մեր ժողովրդին ասեմ, ԵԱՏՄ չեն մտնում, գիտեք ինչու։
Նավթի գազի պատճառով։ Եթե իրանք ԵԱՏՄ մտնեն, այդ բոլոր իրանք նավթամուղերը, գազամուղերը պետք է փակեն, քանի որ ԵԱՏՄ-ի խաղի կանոնները պահանջում էր այլ քաղաքականություն։ Հասկացաք։ Ալիևը գիտի, իր փողը ստեղ է, ինքը կյանքում չի մտնի։ Մենք գիտեինք, բայց Ռուսաստանը այն ամենից մտածում էր, որ կարող է, եթե Շուշին տանք, իրանք կփոխվեն, բան, մի քիչ միամիտ բան է, բացի միամիտությունից պարզ ադրբեջանցիք այնտեղ աշխատեցին, ծախսարեցին, այնտեղ բարձրաստիճան չինովնիկներին եւ այլն, իրանք աշխատանք տարան։ Հիմա Ռուսաստանը այնուամենայնիվ շահեր ունեցող երկիր է, մեծ շահեր։ Իրանք տեսնում են, որ հանում են տարածաշրջանից ու ասեմ ձեզ, եթե Ռուսաստանը հիմա ի օգուտ Հայաստանի քայլեր չանի, հայկական գործոնը մի քիչ ճուժեղացնի, որ բալանսավորի։ Դա տալիս որ դրան է գնում։ Դրան է։ Բայց եթե չանի, իրենց կհանեն այս տարածաշրջանից։ Ռուսաստանը չի ուզում, միանշանակ ուզում է այստեղ ամրանալ, ուզում է Ղարաբաղի այդ խաղապահ ուժերի միջոցով կամաց Ադրբեջանը բերել դեպի իրանց մոտ։ Իդեպ ասեմ ձեզ հապկի հետ կապված։ Ինչի հապկ չի մտնի Ադրբեջանը։ Ադրբեջանը օֆիցիալ դա կոչվում է движение неприсоединения։ Այնտեղ 120 երկիր է։ Չեզոք համակարգում է։ Ոնց ինքը կարա այնտեղ թողնել, որտեղ որ 120 երկրներից շատերը աջակցում են իրանց մակում, տարբեր ու մտնի հապ ու դրանով կտրի իր հարաբերությունները կամ սահմանափակի ՆԱՏՕ-ի հետ, այդ շարժման հետ, նեյտրալ երկրների, չեզոք երկրների, դա անհնար է, դա նշանակում է, որ իրանք պետք է շատ ու շատ բաներից, որ առեցին, հրաժարվեն։ Դա ուղղակի ֆիզիկապես անհնար է, գաղափարապես անհնար է։ Ավարտենք։ Կարող ենք այն ինչից խոսեցինք, ստեղծված իրավիճակը, միջազգային զարգացումները լավատեսության հույս տալիս են, որ պատերազմից հետո մենք կարծես արդեն շտկվում ենք, հա, եւ այս զարգացումներն էլ գալիս են նպաստելու այդ ամեն ինչին։ Մասամբ կա դրական տենդենսներ, բայց մեզանից է կախված դա մեր աշխատակից կօգտվենք թե ոչ, կառավարությունը պետք է սկսի աշխատել, պետք է այդ ճանապարհը հյուսիսարավ, այն հարավային մասը, որի համար Եվրոմիությունը 600 միլիոն տվեց, պետք է սկսեն կառուցել ոչ միայն ռազմավարական իմաստով, աշխատատեղ է։ Ինչի են հայերը հիմա գնում Ռուսաստան։ Ռուսաստանում հիմա մաքսիմալը $500 է կարող ես աշխատել ամիսը։ Այդ բոլորը գիտեն, այդ ասֆալտ գծողները, բանվորները, շինարարության բանը, մաքսիմալը $500։ Ինչ իմաստ ունի, այս մեծ ծրագիրը, այնտեղ աշխատավարձները ավտոմատ շատ մեծ կլինեն։ Ինչի պետք է հայերը գնան։ Այս ծրագրերը պետք է շատ արագ սկսել ու ամենակարևորը դրա փողը ոչ թե խոստում է, փողը կա։ Դու ուղղակի պետք է սկսես ծրագիրը։ Ստեղ ես տեսնում եմ դրական տենդենս կառավարության մոտ, դրական ցանկություն աշխատելու, բայց պետք է այդ թափը, տեմպը ավելացնենք։ Հետևենք, շնորհակալ եմ զրույցի համար։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Կհանդիպենք։